Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկն իր տարածաշրջանի երկրներում 2025-ին 3,2% տնտեսական աճ է կանխատեսում, իսկ Հայաստանում 5%, 0,2%-ային կետով ավելի, քան ամիսներ առաջ էին կանխատեսում։ Սա մոտ է այս տարվա բյուջեով սահմանված 5,1% աճի սպասումներին։ Կովկասում 2024 թվականին աճը արագացավ պայմանավորված իրական աշխատավարձերի բարձր մակարդակով։ Այս և հաջորդ տարի կանխատեսվում է, որ Կովկասյան տարածաշրջանում աճը կչափավորվի, արտացոլելով արտաքին խոցելիությունը և տարածաշրջանային անկայունությունը, սակայն կարող է ամրապնդվել տարածաշրջանային առևտրի ավելի մեծ ինտեգրման շնորհիվ։ Նշվում է, որ մեր երկրում գնաճի մակարդակը զգալիորեն ցածր է մնում կենտրոնական բանկի թիրախավորած 3% ցուցանիշից։ Ջորջ Ախալկացի խոսքով Հայաստանում այս պահին տնտեսական ակտիվությունը չափավորվում է դեպի իր երկարաժամկետ աճի ներուժ։ Այս չափավորությունը կապիտալի ներհոսքի նվազման, բարձր որակավորում ունեցող ռուսական միգրացիայի ազդեցության նվազման և առևտրի ու տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ծառայությունների դանդաղ աճի արդյունք էր։ Մենք փոքր-ինչ բարձրացրել ենք մեր կանխատեսումները 2025 թվականին և այժմ սպասում ենք 5% աճ։ Շարունակում ենք տեսնել աճի ուժեղ շարժիչ ուժեր, ինչպիսիք են պետական ներդրումները, բազմաթիվ զարգացման ծրագրերը և ենթակառուցվածքների ընդլայնումը։ Հայաստանի աճը համարվում է ամենակայուններից մեկը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և հարևան Վրաստանի երկրների հետ միասին։ Սա վկայում է Հայաստանի տնտեսության հզորության, ներքին հզոր պահանջարկի և այն ներուժի մասին, որն ունի կառուցվածքային բարեփոխումների միջոցով իր աճի ներուժն էլ ավելի մեծացնելու համար։ ՎԶԲ նաև 2026-ի համար է կանխատեսում արել, ըստ որի Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,5%։ 2022-ի բումից հետո Հայաստանում բնակարանների վարձակալության գները նվազել են, պահանջարկն այսօր համեմատաբար ցածր է։ 3 տարի առաջ բնակարանների վարձի գնային բարձրացումը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով։ Երկրորդ ալիքը պայմանավորված էր Ռուսաստանում զորակոչով գալով Հայաստան, նրանք սկսեցին վարձակալել բնակարաններ, ըստ այդմ պահանջարկը մեծացավ, գները բարձրացան, ասում է անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Որոշ ժամանակ անց նրանք հեռացան Հայաստանից, իսկ վարձով տրվող բնակարանները շատացան, արդյունքում գներն իջան։ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է 12529 անշարժ գույքի վարձակալության գործարք, որը 23-ի համեմատ 5%-ով ավելի է, սակայն գրանցվածներից միայն 597-ն է բնակարանների վարձակալության գործարք։ Այս գույքերից ավելի շատ վարձակալվել են հասարակական նշանակության շինությունները, հիմնականում ստեղ առյուծի բաժինը հենց այս օբյեկտներինն է, որովհետև սրանք հիմնականում իրավաբանական անձանց միջև են և ավելի շատ ցուցանիշներ մենք ստեղ ենք տեսնում։ Հասարակական նշանակության օբյեկտների վարձակալությունը ևս աճել է 2023-ի համեմատ 12%-ի կարգի աճ ունենք այստեղ։ Հողերի վարձակալությունն է երկրորդը կշռով ավելի մեծ, հողերի վարձակալությունն թվային ցուցանիշներով 3500-ի կարգի հողերի վարձակալության գործարք ունեն գրանցված։ Հայկական գինիները ներկայացվել են տարբեր երկրների 5300 արտադրողի մասնակցությամբ շուրջ 60,000 այցելու ունեցող Wine Paris գինու միջազգային ցուցահանդեսին։ Այն համախմբում է արտադրողներին, ներմուծողներին, դիստրիբյուտորներին և ոլորտի այլ մասնագետներին ներկայացնելու իրենց արտադրանքն ու հաստատելու գործարար կապեր։ Առաջի անգամ էինք մասնակցում, ներկայացրեցին 21 գինեգործական ընկերությունների գինիները և այս անգամ նաև հյուրընկալեցինք շատ ռեստորանային կրիտիկների, մասնագետների, ովքեր որ եկել էին հատուկ տաղավար փորձելու եւ հասկանալու, թե արդյոք հայկական գինին կարող է ներառել իրենց ռեստորանների մենյուների մեջ։ Վերջին տարիներին ոլորտում կատարվող աշխատանքը բերել է հայկական գինիների որակի բարձրացմանն ու միջազգային շուկայում ներկայացվածությանը։ Եթե նախկինում զարմանքով էին մոտենում հայկական տաղավարին ու հետաքրքրվում մեր գինիներով, ապա հիմա Հայաստանը ճանաչում են որպես գինու հնագույն երկիր։ Ցուցահանդեսներին համտեսում ու ընկերությունների հետ ներմուծման հարցեր են քննարկում։ Այս միջոցառումների արդյունքում մեր հայկական գինիները գնահատվում են շատ բարձր եւ դա փաստում է նրա մասին, որ մենք իսկապես կարող ենք ներկայացված լինել եվրոպական շուկայում։ Ցուցահանդեսը կարևոր էր ոչ միայն նոր շուկաներ բացահայտելու, այլև նորարարություններ ներկայացնելու առումով։ Բացի այդ, Wine Paris-ի ընթացքում արտադրողները մասնակցել են սեմինարների, համտեսների եւ թեմատիկ միջոցառումների։ Հիմնադրամը շարունակելով հայկական գինու միջազգայնացումը հաջորդիվ այն կներկայացնի Ճապոնիայում ու Գերմանիայում։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $69.39։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $66.26։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.2%-ով եւ մեկ ունցիայի դիմաց հասել $2920-ի։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 1.4%-ով եւ կազմել մեկ հատի համար $88892։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մարտի 7-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 394 դրամ 58 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 428 դրամ 40 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 44 լումա։